Մտքերի մասին է խոսքս եւ իհարկե այսօրվա կառավարության նիստից հետո կառավարության տանը տեղի ունեցած ճեպազրույցի մասին է խոսքը։ Երեկվա հարց ու պատասխանի ժամանակ մի քանի տեղ պարոն Փաշինյանը ինչպես միշտ բարձրաձայն մտածում էր։ Այս հարցերին ես կանդրադառնամ ժողովուրդ ջան, որ գրում եք ստեղ։ Հա, բարձրաձայն մտածում էր, հետո փոփոխվելով եւ տեղը տնելով մի բան գրավեց ուշադրությունս, որտեղ ես համաձայն եմ, էլի իհարկե, այն է, թե բանը դուք պնդում եք, որ ձեր ձայները կեղծվել են, այդ մասին ես էլ եմ հաղորդումների մեջ խոսել, էլի, բա որտեղ են ձեր բողոքող ընտրողները։ Սամվել Կարապետյանը փորձում է իհարկե այդ հարցի պատասխանը տալ երեկվա ասուլիսի, թույլ տվեք ասուլիս կամ չգիտեմ, հարցազրույց համարել էլի այդ ընթացքում, բայց պատասխանը թերի է եւ սկողում էլի կբաներ, կխոսենք այդ մասին։ Եվ բանը Փաշինյանի խոսքում հատկանշական այն էր, որ եթե կեղծել են ձեր քվեները, դուք ընչեք մյուս օրը ելնում, սկսում Հայաստանից մեկնել, դուք քյաբաբ եք ուտում, հա, ձեր ընտրությունները կեղծում են, դուք քյաբաբ եք ուտում, բանը մենք ընդդիմություն չենք եղել, Փաշինյանն է ասում։ Ես էլ եմ հիշել անցած հաղորդումների ընթացքում, որ անցած ընտրությունների ժամանակ, երբ կեղծվում էին ընտրությունները կամ ընդդիմությունները համարում էին, որ իրենց քվեները կեղծվել են կամ ընդհանրապես ընտրություններն են կեղծվել, հաջորդ օրը չէին գնում արտասահման տարբեր տեղեր, էլի, առաջնորդում էին ցուցարարներին, իրենց ընտրողներին։ Այս հարցադրումը բան է, հիմնավոր հարցադրում է, էլի, եւ սրան պիտի պատասխան տան այն ընդդիմադիր ուժերը, որոնք պնդում են, որ իրենց քվեները կողացվել են, չգիտեմ ինչ են եղել, 60,000 հոգի, 50 քանի հազար հոգի քվե է տվել Բարգավաճ Հայաստանին։ Բարգավաճ Հայաստանին տված քվեներն եղել են 58,287 քվե, որոնցից մեկը պարոն Ծառուկյանն է եղել, ասենք։ Այսքան մարդկանցից որևէ մեկը չի գնացել պարոն Ծառուկյանի մոտ կամ մերձավորների մոտ կամ այդ թիմի ասել ժողովուրդ ջան, դուրս կանք փողոց, էլի, 58,000-ից 8,000 հոգին չունի այդ պահանջը։ Պարոն Ծառուկյանը ինչու չի գնացել կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ այն օրվա բողոքի պիկետի բանի համար։ Ինչն է պատճառը, որ գցել բռնել են, որ կարիք չկա, ավելի լավ է ինքը փորձի գնա արտասահման։ Արտասահման գնալը, որ պլանավորած են եղել, բա ինչու աչքերի առաջ չեն ունեցել, որ կարող է ընտրությունների ընթացքում կեղծիքներ տեղի ունենան կամ պարտվեն իրենք եւ արժեր այդպես անմիջապես ուրեմն պլանավորել արտասահմանյան ուղևորություն։ Փաշինյանի ելույթների մեջ հատկանշական մի երկու բան էլ ասեմ, հետո անցնենք առաջ պարոն Սամվել Կարապետյանի մտքերին կանդրադառնանք։ Այս ընտրությունը նոր օրակարգ է բերել, որով Թավիշը պիտի բացառվի։ Սա մի քանի անգամ այս միտքը երևացել է եւ Ռուբինյանի խոսքի մեջ, ուրեմն վենդետա ոչ թե չի լինելու, այլ լինելու է, Թավիշը պետք է բացառվի, Թավիշը ինչի նկատի ունի։ Այստեղ մենք հասկանում ենք, որ տերմինաբանական կամ արժեքային դիսոնանս է տեղի ունեցել, ինչ որ թյուրըմբռնում է տեղի ունեցել այդ բառը օգտագործող իշխանավորների եւ այդ բառը լսող իշխանություն չունեցողների միջև ինչ որ թեր հասկացածություն կա, թերի են կալվել այդ բառի իմաստը։ Երևի իշխանությունը մտածել է Թավիշ ասելով, Թավշե ոչ բռնի հեղափոխություն, հա, հիշում եք, ասելով ի նկատի ունեցել, որ պետք է ներվի ինչ որ բաներ, այդպես է հիմա ստացվում, էլի։ Իսկ հասարակությունը մտածել է, որ անօրինական բան չի լինելու, բայց չի ներվելու։ Իշխանությունը ասել է վենդետա չի լինելու, արյան վրեժ։ Բանը ի նկատի ունենալով, որ ըստ երևույթին պետք է ներվի, այդպես է ստացվում։ Հասարակությունը, օրինակ ես նաև մտածել եմ, որ այո, արյուն չպետք է լինի, բայց չպետք է ներվի։ Պետք է լինի արդարություն, արդարադատություն, պատասխանատվություն։ Հիմա շրջադարձ է կատարում պարոն Փաշինյանը եւ հայտարարում է, որ այս ընտրությունը նոր օրակարգ է բերել, որով Թավիշը պիտի բացառվի։ Ինչ պետք է լինի, բռնություն պետք է լինի, թե պատասխանատվություն։ Այն ինչ որ գիտեինք էլի, որ պետք է լինի, ուզում էինք ավելի ճիշտ կամ պատկերացնում էինք, որ պետք է լինի։ Եթե պատասխանատվություն, բանը ով ասաց, որ դա Թավիշ չէ կամ Թավիշ է, Թավիշն ինչ կապ ունի։ Վերջապես հարգելի իշխանություններ եւ պարոն Փաշինյան, մեկը փոխանցեք էլի, լսող կեղնի էլի, հələ բացատրեք Թավիշ ասելով ինչի նկատի ունեիք դուք։ Դուք ի նկատի ունեիք, որ հանցագործը պետք է ներվի, թե ինչի նկատի ունեիք։ Թե նկատի ունեիք, որ հանցագործը պետք է պատասխանատվության ենթարկվի, բայց չպետք է գնդակահարվի, մատները կամ ուրիշ բան տրանտակը չպետք է թողնվի։
եղունգները չպետք է քաշվի։ Իհարկե, այդպիսի բաներ չպետք է լինեին, ոչ ոք էլ դա չի սпасել ցեզնից։ Բացի մի երկու ջղայնացած մարդուց էլի, հա, տակացած ասել են պոգեք սրա նրա գլուխը, թողնենք դա։ Հա։ Բանը, իսկ օրինական արդարադատություն պետք է եղներ, չէ՞, մենք այդպես գիտեինք, դուք այդպես էիք խոստացել։ Հիմա նորից եք խոստանում, ասելով որ թավիշ չպետք է լինի։ Ինչ պետք է լինի, այդ բացատրեք էլի։ Եվ որ նստեցնելու եք մինչև էլի կրկնեց, հա, փաստորեն ասաց, որ մինչև հաջորդ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը պետք է ազատազրկված լինեն, դա քաղաքական խոսք է սա, ես այդպես եմ ընկալում, ոմանք գնահատում են ճնշում իրավապահների եւ դատավորների վրա, դե դատավորների վրա որ ճնշելու հնար ունենար կաներ, էլի մի քանի անգամ ասում է, որ դատավորները արդարադատության թեմ վճիռներ են կայացրել։ Մինչև մյուս ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը պիտի ազատազրկված մնան այդ մարդիկ, ովքեր ներքաշված են եղել կաշառքի մեջ, տալ, առնել, միջնորդել եւ այլն։ Մենք հանրությանը ընտրությունը ինչ է բացահայտել ըստ Փաշինյանի, ասում է մենք դժվարություն ենք ունեցել բացատրելու հանրությանը, թե ինչու է Քոչարյանը ազատության մեջ։ Էլ չունենայիք, այս հələ կարող է ինչ-որ մի կերպ բացատրեք կամ ասենք բանով սարաֆանային ռադիոյով տարածեք, որ ասենք դե Պուտինը չթողեց էլի դե հիմի չէր կարող էլի դե Պուտինին կամքին թեմով կարող էր գնալ էլի, հա, բայց այն հարցը ընդհանրապես չեք կարող բացատրել էլի, թե ասենք Քոչարյանի պես ինչի պիտի իրավունք ունենար տեխնազու գրանցվելու, էլի նույն տեղեկանքների խայտառակ փաստի բերումով։ Հələ այդ բացատրեք էլի, բացատրեք հասկանանք, եթե Քոչարյանը կարող էր 2003-ին ու 98-ին տեխնազու լինել, ինչի օրինակի համար, ասենք, Հռոմի Պապը կամ Սամվելը Կարապետյան չէր կարող հիմա պատգամավորի տեխնազու լինել, կեղծ տեղեկանք ճարելն է դժվար եղել, այդ է եղել պատճառը, թե ինչը։ Այսինքն այդ մի դժվարությունը չէ էլի կամ մի քանի դժվարությունը չէ, ինչի մինչև հիմա, ասենք, Կակիկ Ծառուկյանի ապօրինի գույքը չի այդ ինչ է արգրավված հօգուտ պետությանը, ու էլի մի քանի այսպիսի տարակազմիկ դժվարություններից է խոսում պարոն Փաշինյանը, ասես իր ձեռը հնար չի եղել, անցել է 8 տարի, մեկ էլ ասում է, այ փաստորեն մեր ձեռը հնար կա, հա, բերեք իրագործենք այդ արդարադատությունը, ինչին մի քանի անգամ ասել եմ, հավատս չի գալիս, որ անելու է էլի վերջո ես իմ։ Մենք մտածել ենք, որ կան համակարգեր, ու տեղ միտքը ընդհատվում է, խոսում է իհարկե Խախուրն, հա, պետք է գնալ այդ համակարգերը ջարդելու ճանապարհով, ի նկատի ունի արդարադատության խոտանված համակարգերը, այսպես ասած, էլի, կամ հիմա հեղափոխությունը նոր թափ է ստանում, կամ հակահեղափոխությունը հաղթում է։ Մի քանի անգամ ասել եմ, էլի, գալու է ինչ-որ մի պահ, մինչև ընտրություններն էի ասում, որ ընտրությունների բերումով նեղ դրության մեջ է հայտնվելու իշխանությունը եւ էլի դիմելու է հանրությանը, թե մենք անելու ենք, օգնեք մեզ, աջակցեք մեզ եւ այլ, թույլ չտանք, որ հակահեղափոխությունը հաղթի եւ այլն եւ այլն։ Այս անգամ ճիշտ է, հաղթել է քաղաքացիական պայմանագիրը, տոկոսով քվեներ կորցրել է, բացարձակ քվեներով չի կորցրել, շահել է, ավելացել են իր քվեները 40,000-ով մոտավորապես, հա, եւ սա մարտահրավեր է, տոկոսով էլ կարող էր չկորցնել, եթե իհարկե այդ ընտրակաշառքի շքահանդեսը չլիներ, այսինքն քաղաքացիական պայմանագիրը 21 թվականի համեմատ ավելի շատ քվե է տարել, ակնհայտ է, ոչ ոք չի վիճում դրա հետ, դրա պատճառներն են հասկանալի, ես դրանք ներկայացրել եմ ժամանակին եւ այլն, բայց այնուամենայնիվ տոկոսով չի կարողացել հասնել իր այն տոկոսներին, որոնք ուներ 18 թվականին 71% դեկտեմբեր ամսին ազգային ժողովի արտահերթ ընտրություններում իմ քայլը տաշինքի, դե որի մեծ մասը քաղաքացիական պայմանագիրներ, տարած 71%-ը մնաց շատ հեռվում, էլի, փաստորեն։ Կարող էր այս 5 տարվա ընթացքում վերականգնել իր կորցրածը, տոկոսով հիմա նվազել է, ինչպես հասկանում եք, չէ, 53.5%-ից իջել է 49.8, 7, հա, 49.7, ենթադրենք 4%-ի չափով նվազել է քաղաքացիական պայմանագրի տոկոսը, բացարձակ թվերով աճել է, բայց եթե անցած 5 տարիների ընթացքում այն հեղափոխության օրակարգը կատարած լիներ, ես կարծում եմ, որ
Չնայած այս պարտություններին, Արցախի էթնիկ զտմանը, պարտված պատերազմներին, կորցրած տարածքներին, կարող էր անհամեմատ ավելի մեծ քվե ունենալ։ Բայց այս ունեցավ ու հիմա նորից ըստ էության ուղիղ չի ասում, թե ասել է քարոզարշավի ժամանակ, որ ժողովրդի կարիքն ունի, որպեսզի կզծվի, նստեցվի եւ այլն եւ այլն։ Հիմա ասում է, որ կամ հեղափոխությունը նոր թափ է ստանում, կամ հակահեղափոխությունը հաղթում է։ Մյուս տարակազմիկ հայտարարությունը պարոն Փաշինյանի իհարկե եռագլուխ կուսակցությունների ստացած ձայների 70%-ը փողով ստացված ձայներ են։ Այս տոկոսը, գիտեք, միշտ կարելի ասել, որ սա քաղաքական հայտարարություն է։ Նկատի ունենք, որ կեսից ավելին եւ այլն, չգիտեմ ինչ հաշվարկ է դրած այս 70%-ի տակ, գուցեև այդպես է, բայց եթե նկատի ունենանք 23% ուժեղ Հայաստան, 10% մոտավորապես Հայաստան 15, 4%, Բարգավաճ Հայաստան 4, 10, 14, 23 եղավ 37%, 37%-ի 70%-ը մոտավորապես 25% է։ Այսինքն 37-ից հանած 25, այս երեք կուսակցություններն իրար հետ պետք է ունենային մոտավորապես 12%, պարոն Փաշինյանի հաշվարկով։ Եթե այդպես լիներ, հասկանալի է, որ այդ համադրության մեջ այս երեքից ներքև գտնվող կուսակցությունների տոկոսները ավելի բարձր կլինեին եւ քաղաքացիական պայմանագրի տոկոսն էլ 49.5-ից կարող է լիներ 54, 57, 56% եւ այլն։ Բայց այդտեղ լիքը մարդ նույն հարցն է տալիս, թե եթե պնդում եք 70%, դել 550,000-ի կամ 520,000-ի ինչ որ է 70%-ն է, դել եղնում է 350,000 մարդ։ Մեր բանդերը կարող են տեղավորել 5-6,000 հոգի, այդ մարդկանց մեծ մասը աշխատողներ են, տնային կալանքով բանով Հայաստանի Հանրապետության տնտեսության հերն անիծվելու է, եթե բոլորը դատվեն։ Այդքան մարդուն դատելու համար, չգիտեմ, քանի լրացուցիչ դատարան ու դատավոր է պետք եւ այլն։ Հիմա եթե հանգարց եկուց մյուս օր պարոն Փաշինյան եւ ՔՊԻ ականավոր վեհապանց գործիչներ հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է իր այս լուրջ գործունեությունը ու ամսական բացահայտում է 5000 հոգի, հետո մյուս ամիս էլի 5000 հոգի, ինչ է լինելու, թե ինչ որ մի պահի ասելու եք էլ մի բացահայտեք, հերիք է բոլ է արդեն, հերիք է լավ, ում բացահայտել է, ով մի ամիտ է եղել, ով շուտ է ընկել թագարդը, գաղտնալսվել է, ահա, ամեն օր լսում ենք, չէ՞ մենք այդ գաղտնալսման նյութերը, դրանց դատենք նստեն, հա, մյուսները ոչինչ, իրանք կտեսնեն, կվախենան, հաջորդ անգամ չեն անելու, էլի։ Դրա համար բանը քաղաքական գործչի համար շատ բան է, շատ ռիսկային հայտարարություն է Փաշինյանի այս հայտարարությունը, կարևոր չէ 70, թեկուզ 30%, то թեկուզ 10%, 550,000-ի 10%-ը 55,000 մարդն է, 350,000-ը չէ, այսինքն պետությունը 2.5 է լինում, էլի, հա, մոտավորապես այս պատմությունը, այնպես որ այս տոկոսների հետևից եթե լրագրողներն ընկնեն, մի օր ԿՊ-ն ասելու է, որ դա քաղաքական հայտարարություն էր, էլի, ինչ եք թվերի հետևից ընկել, էլի։ Հա, այսինքն այստեղ կարելի է շատ լուրջ դասագրքեր գրել, ԿՊ-ն պետք է գրի այդ դասագրքերը եւ պարոն Փաշինյանը գիրք այն մասին, թե ինչպես ֆռռցնել ուրեմն լսարանը։ Հա, բայց սա մանրուք է համեմատած նրա հետ, թե ինչու իսկական ընդդիմության փոխարեն իր քննադատած փողով ընդդիմությունն է հայտնվել ազգային ժողովում։ Այս հարցի տակից դուրս գալ չի կարող գիրք գրել այդ մասին, որտեղ անխուսափելի անհրաժեշտություն էր, այդպես տեղի ունեցավ, մենք ինչ անենք, դուք ինչ անենք, դեռ չենք կարողացել արմատախիլ անել այդ այլանդակված համակարգը Հայաստանի Հանրապետությունից եւ այլն։ Շատ ցավալի է, որ մենք ունենալու ենք խորհրդարանում այնպիսի ընդդիմություն, որը պաշտոնապես ընտրվել է որպես պատգամավոր, այնպիսի ընդդիմություն, որի մասին միայն տխուր մտքեր կարելի է հայտնել հենվելով Սամվել Կարապետյանի այսպես կոչված ասուլիսի վրա։ Սրանից հետո, որ ես կօգտագործեմ Սամվել Կարապետյանի ասուլիս, միշտ համարեք, որ սկզբից դրել եմ այդ երկու բառը, այսպես կոչված ասուլիս, հա, այսպես կոչված զրույց, երևի զրույցը ճիշտ է, քան թե ասուլիս, որտեվ ասուլիսը շատ հաճախ նաև փոխադարձ ածանցյալ լրացուցիչ հարցեր է ենթադրում, քննություն է ենթադրում, բանավոր, հա, հիմա կանդրադառնանք դրան, նայենք ստեղ ինչ հարց կար
հաճելի հարցեր կան, թե չկան, թե անթուր հարցեր կան, հաջորդ ընտրությունները լինելու են արտահերթ։ Կարելի է կարծել եւ այսպես, հարգելի Հասմիկ, չգիտեմ ինչպիսի զարգացումներ կլինեն, հա, ես չեմ կարծում, թե իշխանությունը կառավարման ճգնաժամ կունենա այդ պատճառով։ Գուցե մեկ ուրիշ պատճառ լինի։ Տևական ժամանակ է քննադատում եք Նիկոլին, գոնե տեսնում եք, չէ, ոնց է առաջ գնում Նիկոլը, կողքից հավաքվեիք առողջ ընդդիմությամբ, ինչ է անունը, ԱԺ մտնելու ջանքեր կիրառեիք, գոնե մենք էլ ձեզ ենք մեղադրում։ Լավ եք անում, հարգելի Վիկտորիա, չգիտեմ քանի տարեկան եք, բայց պետք է իմանաք, որ ես արդեն 30 քանի տարի է պայքարում եմ, որ դուք կարողանաք ինձ մեղադրել, ազատ արտահայտվեք, ճիշտ եք անում։ Այս ձեր հարցը այնքան շերտեր ունի, հետաքրքիր, լավն է, իսկապես արժեքավոր հարց է, եւ այնպես չէ, որ ես այս հարցին չեմ պատասխանել երբեք, մի քանի անգամ պատասխանել եմ։ Թույլ տվեք մեկ անգամ նորից մաքրագրել կամ մաքրաջրել այդ պատասխանը, որպեսզի պարզ լինի ձեզ։ Ֆրանսիական թատերական քննադատներին քննադատում էին այն բանի համար, որ այդ մարդիկ քննադատում են նոր տրվող բեմադրությունները եւ իրենք չեն բեմադրում ոչ մի բան։ Գետինը մտնեք, դու չեք ամաչում դուք։ Ինչի՞ մարդը աշխատել է, բեմադրություն է կազմակերպել, թատրոն, տերասան, փող, հովանավոր բաման, իսկ դուք դրել եք քննադատում եք։ Ընդհանրապես տոտալիտար կամ ամբողջատիրական ավտորիտարիզմի ծանր հետք է, երբ քննադատությունը այլոց դուրը չի գալիս, նրանց ովքեր չեն սիրում քննադատել։ Մեկ էլ պարզվում է, որ չէ, իրանք էլ են սիրում քննադատել, ասում են մենք էլ ձեզ ենք մեղադրում, էլի, լավ եք անում։ Հիմա նայեք, եւ ֆրանսիացի թատերական քննադատները պատասխան ունեին, ասում էին, հարգելիս, եթե ես ձու ածել չգիտեմ, ասենք հավ գիտածել չգիտեմ մարդը, էլի, ոչ բեմադրողը, ոչ քննադատը։ Այդ մարդը կարող է ասել, այդ ձուն նեխած է, թե նեխած չէ։ Ձեզ եմ հարց տալիս, սիրելի Վիկտորիա։ Հա, ասենք ոչ դուք, ոչ ես ձու ածել չգիտենք այդ անդեր, էլի, կաշվիներիցս դուրս կանք չենք կարող։ Բայց որ դուք միամիտ պատահեք հոտած